Ռուբլու արժեզրկումից կորուստներ է կրել նաև գործարար Արա Աբրամյանը։ Մանավանդ ես բիզնեսմեն եմ, ուզենենք որ դա կայուն լիներ, որովհետեւ մենք կայուն դաշտում աշխատենք։ Այնուամենայնիվ Մոսկվա բնագործարարը չի հուսալքվում եւ ճիշտ է համարում Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը։ Մենք պետք է լսենք մեծամասնությանը, մենք պետք է լսենք փորձագետներին, մենք պետք է վստահենք մեր իշխանություններին։ Նա սակայն չի կիսում հանրապետական падգամավոր Մհեր Սեթրակյանի տեսակետը, թե հայերը սովոր են ապրել Ռուսաստանի լծի տակ։ Ինչա նշանակում Ռուսաստանի տակ ապրել։ Ինչ կփոխվի Հայաստանում Եվրասիական տնտեսական միության անդամակցության պարագայում կերևա մի քանի ամիս անց։ Հայաստանի համար ընդունելի կարող են լինել որևէ երկրի դրական փորձը անկախ նրա աշխարհագրական դիրքի։ Երևանում գտնվող Ուրուգվայի նախագահը կարծում է, որ իրենցից սովորելիք կա։ Ամբողջ Լատինական Ամերիկայում Ուրուգվայան ունի կոռուպցիայի ամենացածր մակարդակը։ Դրանով մենք շատ առանձնահատուկ դեր եւ տեղ ունենք ամբողջ աշխարհում։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գալու Սահակյանը չի ժխտում Հայաստանում կա կոռուպցիա, սակայն կա նաև պայքար։ Ցանկացած հայաստանյան կառույց, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է ոլորտը։ Ուրուգվայի փոխնախագահը չհասկացավ Գալու Սահակյանի խոսքը, հատկապես կոռուպցիա կաշառակերություն կապը։ Իրենց համար անհասկանալի է, մեզ համար անհասկանալի չի։ Մի թարգմանեք է։ Այնուհետև ազգային ժողովի պուրակում Ուրուգվայի փոխնախագահը տնկեց բարեկամության ծառը, որը խոստացել է խնամել անձամբ Գալու Սահակյանը։